Ինչպես Ադամի հողեղենի պատմությունը մեր պարադիգմն է, օրինակն է, պատմությունն է յուրաքանչյուրիս, այնպես է սուրբ գրքում կան կերպարներ, որոնց կյանքի պատմությունը, որոշակի դրվագներ, ասես հայելի լինեն մեր կյանքի համար, որտեղ մենք ենք և երևում, և թե ինչպիսին պետք է լինենք։ Այսօր անդրադառնանք մի շատ գողտրիկ առեղծվածային դրվագի, որը արդեն վերաբերում է հին ուխտի նահապետներից մեկին, Հակոբին, որի պատմական շրջափուլում մի դրվագ է արձանագրված սուրբ գրքում, որտեղ Հակոբը մարտնչում է խորհրդավոր մի անձնավորության հետ, որ հետո պարզվում է, որ մարտնչում է Աստծո հետ։ Մենք մեր կյանքում անընդհատ այդ մարտնչելու փորձառության մեջ ենք։ Աստծո կամքը և մեր կամքը շատ հաճախ բախվում են իրար։ Եվ պայմանավորված նրանով, թե մենք որքան ենք հնազանդ Աստծուն, Աստծո կամքը, թե մեր կամքը գերիշխանություն են ձեռք բերում, պայմանավորելով նաև մեր կյանքի ընթացքը և հեռանկարը։ Ուրեմն մինչև այդ պայքարի մաքարման դրվագին անդրադառնալը, տեսնենք ինչ էր տեղի ունեցել։ Հակոբ նշանակում է բառը ինքնին նշանակում է կրունկ։ Եվ սա պատմություն ունի, երբ մայրը Ռեբեկան Իսահակի կինը հղի էր, նրա որովայնում զույգ եղբայրներ կային։ Եվ երբ գալիս է ծննդաբերության պահը, սկզբից ծնվում է Եսավը, ավագ որդին Իսահակի, բայց Հակոբի ծննդաբերությունը որոշարկվում է մի հետաքրքիր դրվագով, դուրս է գալիս եղբոր կրունկից բռնված։ Եվ հենց այդ անունն էլ ստանում է։ Բայց Հակոբը նաև նշանակում է խարդախ, և այդ իմաստը ստանում է իր կյանքի առաջի հատվածը նկատի ունենալով, որ իր ճանապարհը հարթում է խաբեությունների միջոցով։ Մի տեսակ եղբոր կրունկից դուրս գալը պայմանավորում է իր հետագա կյանքի պայքարը։ Իսկ որն էր այդ պայքարը։ Ճանապարհը հարթել կյանքի, գերազանցելու, ուրիշի տեղը զբաղեցնելու, այն ինչ ուրիշինն է իրենը համարելու և դա արդարացնելու այս ճանապարհով։ Եվ հատկապես իր արժեքը, իր տիրապետությունը սեփական ուժերով կերտելու, հաստատելու։ Իսկ կյանքի ընթացքում տեղի ունեցող իրադարձությունները սեփական ուժերով վերահսկելու այս փորձառությունն է ունենում Հակոբը։ Խաբում է իր հորը, կորզելով ավագ որդուն հասանելիք օրհնությունը, այսինքն կյանքի հաջողությունը, նա դրան հավատում էր, որ եթե ստանա հոր օրհնությունը, ասել է թե Աստծո օրհնությունը, դրանով կհաջողեցնի իր կյանքը և իր գործունեությունը։ Խաբեությամբ նաև խլում է եղբոր անդրանկությունը, այսինքն կյանքում վերցնում է բաներ, որ իրեն չեն պատկանում, բայց ինքը ուժով, հնարքներով, որոնք հիմնականում խաբեության բնույթ ունեն, հաստատում է իր կյանքը, մի տեսակ կերտում է արտաքին դիմակ, սոցիալական դիմակ, փորձում է ապրել համապատասխան իր ընտանիքի, իր միջավայրի պահանջներին, թե ինչ է թելադրում, և սրանով հեռանում է իր ինքնությունից, որովհետև երբ խաբեությամբ կորզում է հոր օրհնությունը, դրանից հետո փախչում է, որովհետև եղբայրը
ցանկանում է սպանել նրան այդ կորզման, կողոպտման, այսպես ասած, օրհնության կողոպուտի համար։ Եվ հայտնվում է իր մայրական գերդաստանի մեջ, ապրում է քեռուտանը, ամուսնանում է, ունենում է 2 կին, նաև աղախիներ, ունենում է 11 որդիներ, մեծ ունեցվածք է ձեռք բերում, այսինքն ձեռք է բերում ընտանիք, որդիներ, ունեցվածք հիմնականում իր ուժերով, իր հնարամտությամբ, բայց գալիս է մի պահ, որ լսում է այն կանչը, որը հենց իր կյանքի կոչումն է, առաքելությունն է, պետք է վերադառնա իր հայրերի երկիր, իր հայրենիք, վերադառնա այն խոստման իրականացմանը, որ փախչելու ժամանակ քնած վիճակում Աստծուց տեսիլք էր ստացել, եւ այդ տեսիլքի մեջ ինչ էր ասվել իրեն, որ ունենալու է երկիր, հողի գաղափարն է, ժառանգության, ունենալու է բազմաթիվ սերունդ, ուրեմն կյանքի սերունդների գաղափարը եւ վայելելու է Աստծո պաշտպանությունը, պահպանությունը։ Եվ հիմա եկել է վերադարձի ժամանակը, բայց այս վերադարձը ինչ էր նշանակում, բավական երկար տարիներ էր անցել, բայց արդյոք եղբայրը ներել էր իրեն, թե դեռ մնում էր ողակալության ճիրաններում կապկպված եւ պատրաստ ձեռք բարձրացնելու իր կրտսեր եղբոր վրա, որը խաբեությամբ կորզել էր իրեն պատկանելի կորտնությունը։ Եվ այս երկընտրանքի մեջ է Հակոբը որոշում է վերադառնալ, բայց այստեղ էլ է դիմում չթույլատրված հնարքի։ Ինչ է անում։ Իր ընտանիքը, այդ բազմանդամ եւ ունեցվածքը դուրս է բերում գիշերով, փախչելով քեռուց, որի մոտ այդ հարստությունը ձեռք էր բերել։ Եվ երբ գալիս հասնում է Ավետյաց երկրի այդ սահմանագծին, որը բաժանում էր Հաբոկ գետը, այդ գետանցումը, քեռին հասնում է հետևից իր մարդկանցով եւ կշտամբում է, որ նույնիսկ թույլ չտվեցի, որ ես իմ դուստրերին համբուրեմ եւ իմ թոռներին գրկեմ։ Բացի դրանից գողացար նաեւ իմ աստվածներին, որը հետո բացահայտվում է Հակոբի սիրելի կնոջ Ռաքելի մոտ։ Մի խոսքով այստեղ իր մորեղբոր հետ հաշտություն է կնքվում, դաշինք է կազմվում եւ հիմա արդեն կանգնած է իր եղբոր հետ հանդիպելու այդ եզրակցին։ Եվ լուր է գալիս, որ եղբայրը ընդառաջ է մոտենում 400 մարդկանցով։ Եվ այստեղ Հակոբ հանգնում է խորը ճգնաժամի մեջ։ Ընդհանրապես ճգնաժամը ունի 2 ելք, կամ տանում է կործանման, կամ վերելքի։ Տնտեսագիտության մեջ այսպիսի մի երևույթ կա, սահմանում կա։ Ամեն ճգնաժամ նոր հնարավորությունն է բացում, բայց եթե ճգնաժամը երկար է տևում, առաջանում է դեֆոլտի կամ անկման վտանգ։ Հակոբը պետք է արագ որոշում կայացնի եւ դարձյալ փորձում է այս ճգնաժամի առաջ ելք գտնել, լուծում գտնել։ Ընդհանրապես ճգնաժամից կամ փախչում են, թմրեցնելով, տարբեր միջոցառումների դիմելով, կամ կաթվածահար են լինում, անշարժանում ես, չգիտես ինչպես հարցը լուծել։ Եվ կամ փորձում ես նոր լուծումներ գտնել։ Եվ Հակոբը ընտրում է 3-րդ տարբերակը։ Ինչ է անում։ Նախ նվերներ է ուղարկում եղբորը։ Եվ հետո ամբողջ իր ընտանիքը, կանանց եւ զավակներին եւ ամբողջ ունեցվածքը գետից անցկացնում է այն կողմ։ Եվ ինքը մնում է միայնակ գիշերով։ Այսեք գիշեր էր, այստեղ էլ շատ հետաքրքիր հանգամանք կա։
գիշեր, որ ոչինչ չի երևում։ Բայց մի կողմից սա ցույց է տալիս նախ Հակոբի վախի եւ տագնապի ամբողջ խորությունը։ Երկրորդը ցույց է տալիս Հակոբի անցյալի սխալի գիտակցումը։ Զգում է, որ անարդար է եղել։ Եվ հիմա ընտրում է գիշերային պահ աննկատ մտնելու ուրեմն այնտեղ, որ Աստված մատնանշել էր, որ պիտի գնար։ Դիմաց ունենալով եղբորը հանդիպելու վտանգ, որը կարող էր կյանք արժանանալ։ Ոչ միայն իր, այլ նաև ընտանիքի։ Եվ մնում է միայնակ ինքն իր հետ։ Եվ հենց այստեղ է այդ խորհրդավոր դրվագը տեղի ունենում։ Հակոբի հետ սկսում է մարտնչել մի անձնավորություն։ Զուգիկն ասում է եբրայերեն բնագրում իշ, որը եթե առանց հոդի է նշանակում է մարդ, բայց նաև անորոշ դերբեր, այսինքն ինչ որ մեկի հետ սկսում է մաքարել։ Մեկը գալիս է եւ սկսում է մարտի մեջ մտնել Հակոբի հետ։ Եվ այդ ամբողջ մարտը տևում է ամբողջ գիշեր։ Եվ երբ դեռ լույսը չբացված թավալվում են այդպես փոշիների մեջ, զրույց է տեղի ունենում շատ խորհրդավոր եւ հայտնի չէ ով հաղթեց եւ ով պարտվեց։ Բայց փորձենք կարդալ այդ հատվածը։ Երբ մարդը տեսավ, որ չի կարողանում հաղթել նրան, կռվի ընթացքում բռնեց Հակոբի ազդրի ջլերը եւ ընդհարմացրեց դրանք։ Թմրեցրեց։ Եվ Հակոբին ասաց. «Թույլ տուր գնամ, որովհետեւ արդեն լուսացավ»։ Հակոբը պատասխանեց. «Թույլ չեմ տա գնաս, մինչև որ ինձ չորտնես»։ Այս տեքստից չի երևում ով է հաղթել, ով է պարտվել։ Թվում է, թե Հակոբն է հաղթողը, որովհետև նա ասում է թույլ տուր գնամ, տեսակ Հակոբը նրան խոչընդոտում է։ Եվ բացի դրանից, երբ տեսնում է, որ չի կարողանում Հակոբին հաղթել, ջլերն է վնասում։ Բայց մյուս կողմից, երբ շարունակության մեջ հարցնում է ինչ է անունդ, Հակոբը ասում է անունը, իսկ սա նշանակում է, որ ընդունում է իր պարտությունը, որովհետև ասել անունը դա հնազանդության նշան է ինչ-որ իմաստով։ Եվ երբ Հակոբն է հարցնում քո անունը ինչ է, նա չի ասում։ Իմանալ մեկի անունը նշանակում է որոշակի տեղեկություն ունենալ այդ անձի կյանքի, ինքնության, կոդ կա անվան մեջ, ինքնության, անցած ճանապարհի, հեռանկարի։ Մի տեսակ ոնց որ Հակոբ իր անունը ասելով հանձնվում է, բայց այստեղ շատ հետաքրքիր հանգամանք կա։ Այս հարցը Հակոբին անցյալում մեկ անգամ եւս տրվել էր, երբ կեղծելով իր ինքնությունը, մորթի հագնելով եւ Եսավի դերը խաղալով փորձեց իր Իսահակ հորից օրհնությունը կորզել, Իսահակը հարցրեց. «Ինչ է անունդ, որդի իմ»։ Եվ նա ասեց ստելով. «Անունս Եսավ է»։ Իսկ հիմա Հակոբը ասում է իր ճիշտ անունը։ Խոստովանում է, որ ինքը Հակոբն է, խաբեբան է։ Կանգնում է ինքն իր առջև ամբողջությամբ։ Այնինչ անցյալում ձեռք էր բերել, ընտանիք, կանայք եւ որդիներ, ունեցվածք, գետի այն կողմն է, ինքը այս կողմն է միայնակ, ինքը իր առջև, ասես հայելու առջև։ Եվ հիմա այս սահմանագծին Հակոբը խոստովանում է, թե ինքը ով է։ Եվ այս խոստովանության մեջ է նաև նրա ճգնաժամից դուրս գալու լուծման որոնումը, որը վերափոխման մեջ է։ Խաչ է քաշում իր անցյալին։ Բայց անցյալին խաչ քաշելու համար դեռ ինքը պիտի հանդիպի անցյալին։ Իսկ այդ անցյալը Եսավն է, իր եղբայրը, որին դեռ պիտի հանդիպի։ Մյուս կետը, որ շատ հետաքրքիր է այստեղ,
Տեքստը վերջում բացահայտում է, որ ամբողջ այս պայքարը Աստծո հետ էր, որովհետև Հակոբը նաև փոխում է այդ վայրի անունը դնելով Փանուել, որ նշանակում է Աստծո տեսիլք կամ տեսա Աստծուն։ Ինքը իրականում Աստծուն չի տեսնում։ Նախ մութ էր, չէր կարող տեսնել որևիցե մի բան, եւ երկրորդը իրեն չի տրվում այդ խորհրդավոր անձնավորության անունը։ Բայց իրականում ինքը տեսնում է Աստծուն նրանով, որքանով որ այդ հպումը կա, այդ բախումը կա, այդ Աստծո ներկայության եւ Աստծո հետ մաքարելու այդ փորձառությունը կա, այդքանով է թույլ տրվում տեսնել, որտեղ հնարավոր չէ տեսնել Աստծուն եւ ողջ մնալ։ Առավել եւս իմանալ Աստծո անունը, որ նշանակում է տեղեկանալ, ձեռք բերել Աստծո ամբողջ խորհուրդը, որը հնարավոր չէ արարածի համար։ Բայց ինչ է ստանում Հակոբը դրա դիմաց։ Ստանում է նոր անուն Իսրայել եւ ստանում է օրհնություն։ Այսա արդեն իրական օրհնություն է։ Այն օրհնությունը, որ խաբեությամբ հորից ձեռք է բերում, սա այստեղ իրական օրհնություն է Աստծուց։ Եվ իր անունը նոր մատնանշում է նաև իր ամբողջական փոփոխությունը։ Անցյալը այդ սահմանագծին մնում է անցյալում, իր ամբողջ դրական եւ բացասական կողմերով, եւ Հակոբը պատրաստ է վերափոխված նայելու դեպի ապագան, իտես եւ ի խնդիր իր նոր առաքելության, որ պետք է իրականացնի նոր ինքնությամբ, անվամբ պայմանավորված։ Իսկ Իսրայել ինչ է նշանակում։ Իսրայել բառը նշանակում է մաքարել Աստծո դեմ, կամ հաղթել Աստծուն, կամ Աստված հաղթում է։ Այս երեքն էլ կա։ Հակոբը մաքարում է, հաղթում է, միևնույն ժամանակ պարտվում է։ Եվ երբ այդ անունը ստանում է ինքը, դրանով ինքը հաղթելով ցույց է տալիս, որ Աստված է հաղթում։ Այսինքն պարտվել Աստծուն նշանակում է հաղթել, որովհետև Աստծո հաղթանակն է քո հաղթանակը։ Եթե Հակոբը չհրաժարվեր իր անցյալից, ինքը կհաղթեր, ինչպես մենք այսօր թվացյալ մեր կամքը պարտադրելով ի հակադրություն Աստծո կամքին, թվացյալ հաղթանակ ենք տանում Աստծո նկատմամբ։ Բայց արդյունքում մենք կյանքում պարտվում ենք, որովհետև զրկվում ենք Աստծո օրհնությունից, երես ենք թեքում նրանից եւ դեն դիմաց նայում ենք մահվան իրականությանը։ Մինչդեռ պարտվել Աստծուն, ասել է թե մեր կամքը ստորադասել Աստծո կամքին, թողնել, որ Աստծո կամքը տիրապիտի հաղթի, հաղթահարի մեր կամքը, սրանով մենք իրականում հաղթանակ ենք ձեռք բերում։ Եվ Հակոբի նոր անվան մեջ Իսրայել ամփոփված է այս ամբողջ պարտության եւ միևնույն ժամանակ հաղթանակի ամբողջ այս ուրեմն կոդը։ Բայց Հակոբը դուրս է գալիս այս պայքարի միջից վնասված, խեղված, եթե կուզեք, իր ջլերը վնասվում են եւ Հակոբը ամբողջ կյանքը ապրում է կաղալով։ Եվ սա ոչ թե պարտության նշան է, այլ Աստծո օրհնության հիշողությունն է։ Մեր կյանքում շատ հաճախ, երբ մենք Աստծո կամքն ենք կատարում, ստանալով Աստծո օրհնությունը, մեզ թվում է երկրային մեր այս կենցաղային վիճակում ամեն ինչ հաջողելու ենք, մենք այլևս վթարներ չենք ունենալու, չենք հիվանդանալու, դժվարություններն անցնելու են, բայց իրականում այդպես չէ։ Փոխվում է այդ ամենին տեսնելու մեր հայացքը, մենք նոր հայացք, աշխարհ հայացք ենք ձեռք բերում։ Եվ Հակոբը այլևս իր առաքելությունը, իր կյանքի մնացած հատվածը եւ իր կոչումը պետք է իրականացներ այդ վերքը ունենալով, բայց հետաքրքրական է, որ այդ վերքը ինչ էր։ Ջլերի այս վնասվածքը մեղմասացություն է այս դրվագում։ Իրականում վնասվում է իր որդեծնության օրգանը։ Ինքը արդեն 11 որդի ուներ,
որը ձեռք էր բերել իր երկրային կյանքի ընթացքում։ Մի տեսակ հարված է ստանում իր հայրությունը, բայց ինքը ստանում է հայրության նոր չափանիշ, դառնալու էր ազգի հայր, Իսրայել, որով հետո կոչվելու է ամբողջ մի ժողովուրդ, ուխտի ժողովուրդ։ Ունենալու է Բենյամին որդուն, ամբողջացնելու իր որդիների, այսպես ասած, ամբողջ քանակը, պատկերը, բայց այդ ամբողջացումը, այդ ազգի հայր դառնալը, որ հետո նաև մյուս ազգերի համար օրհնություն պիտի լինի, որովհետև փրկիչը հենց այդ շառավղից պիտի գա երկիր, ամեն դեպքում այս ամենը ձեռք է բերում անցնելով Մավան խորհրդի միջից, որովհետև Բենյամինին ծննդաբերելիս իր ամենասիրելի կինը Ռաքելը մահանում է։